Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, Կենտրոն հեռուստաընկերության եթերում կրկին իմ հեղինակային հաղորդումն է եւ այսօր իմ հյուրը Միացյալ Հայաստան կուսակցության ղեկավար Երվանդ Թարվերդյանն է։ Շնորհակալություն պարոն Թարվերդյան, իմ հրավերը ընդունելու համար։ Իդեպ ասեմ մեր հայրենակիցներին եւ ձեզ, որ սա իմ հաղորդման տարեկան ամփոփիչ թողարկումն է եւ մենք այսօր պետք է ոչ միայն 25 թվականի քաղաքական, նաև որոշ չափով տնտեսական իրադարձությունները փորձենք ամփոփել, այլև որոշ կանխատեսումներ անենք, որովհետև անմիջապես սկսվելու է 26 թվականը, ինչպես դասականն է ասում, եւ այդ առումով իհարկե պարոն Թարվերդյան, առաջին հարցը հետեւյալն է. այ դուք արդեն 5 տարի եք կուսակցության նախագահ եք եւ մասնակցել եք Երևանի ավականու ընտրություններին, Գյումրու ընտրություններին, ինչպես կգնահատեք ձեր մասնակցությունը այդ ընտրություններին եւ առաջիկա արդեն որովհետեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը արդեն ազդարարեց, որ հավանական է, որ 26 թվականի հունիսի 7-ին է լինելու, որովհետեւ 2-ից 12 հունիսի միակ կիրակին է, եթե իհարկե ոչ աշխատանքային օր է լինելու, այդ առումով ինչպես եք դուք ամփոփում, գնահատում ձեր մասնակցությունը եւ առաջիկայում ինչ ծրագրեր ունեք, այնքան բացահայտեք, որքան նպատակահարմար եք գտնում, խնդրեմ։ Շնորհակալություն հրավերի համար եւ շնորհակալություն նաեւ ինչ որ առումով պատիվ է, որ ամփոփիչ տարվա ամփոփիչ հաղորդաշարին եք հրավիրել, պարոն Մելքումյան։ Դա պատահական չէ, ասեմ։ Ձեզ ասեմ, մեր քաղաքական ուժը 21 թվականին ընտրություններից առաջ հայտ ներկայացրեց գրանցվելու, սակայն չգրանցվեց։ Համապետական այո, ընտրություններին ուժը չէր ստեղծվել ընտրության մասնակցելու համար եւ շատ այլ քաղաքական ուժեր, այսպես ասած, Հայաստանում գիտեք այդպիսի ծառայություն կա, որ իրենց թղթապանակը բերում են, ասում են եկեք մեր քաղաքական ուժի ղեկավար դառեք եւ մասնակցեք ընտրություններին, բայց իմ նպատակը այլ էր։ Այլ կերպ ասած կնիկ է վաճառվում։ Այո, քաղաքական ուժ են վաճառում կամ ծառայություն են մատուցում ընտրություն։ Մենք թիմ ընտրություններին շատ ենք տեսնում, տենց ծառայությունների մատուցումը, այսինքն մարդիկ ինչ որ ուժերով գալիս են։ Անունը չդնենք հանրային ծառայություններ։ Չէ, ծառայություն, քաղաքական ծառայություն, լավ անունը դնենք, եւ դա ինչ որ առումով են քաղաքական անբարոյականության էլեմենտներից մեկն է, որ դու ստեղծում ես ուժ, հետո նրան անգամ այդ ալիգապոլ կամ հանցագործ կլանային ինչ որ խմբավորումներին քաղաքական ծառայություն ես մատուցում, այդպեսի չպետք է լինի։ Իհարկե։ Եվ հորդոր իշխանություններին, որ այնպես խստացնեն քաղաքական ուրեմն ուժերի, կուսակցությունների թե գործնեությունը, թե գրանցումները, որպեսզի բացառենք իսպար այդ ծառայությունները եւ իսկապես ժողովրդավար երկիր դառնանք, որտեղ ընտրությունների արդար ընտրությունների միջոցով են գալիս մարդիկ իշխանության թե թիմ ընտրություններում, թե մեծ քաղաքներում եւ թե համապետական ընտրություններում։ Կարելի է արձանագրել, որ առաջին փորձը Երևանի ավականու ընտրություններն էին, ուրեմն կուսակցությունը արձանագրեց, կարելի ասել, շատ փոքր հաջողություն, 1% չէինք ասել, բայց դա էական չէ, մենք շնորհակալ ենք այդ բոլոր ընտրողներին, հաջորդ ընտրությունը Գյումրու ավականու ընտրություններն են եղել, այդտեղ մենք ունեցել ենք դաշինք ունեցել է բավական հաջողություն, համապետական ընտրություններին մենք հայտարարել ենք, որ մասնակցելու ենք, ձևաչափը դեռ որոշված չէ, ու ինքս բազմիցս տարբեր քաղաքական ուժերի եւ հասարակական շարժումների կամ քաղաքական շարժումների ղեկավարներին մի առաջարկ հորդոր եմ անում, որ վերջի վերջո մեր նպատակը վարչապետ դառնալը չպետք է լինի։ Դուք ինքներդ բավական լուրջ փորձ ունեք քաղաքական եւ կարծում եմ, գիտեք դասակարգային ճշմարտություն է, որ քաղաքական ուժի նպատակը քաղաքական որոշումների վրա ազդեցություն ունենալն է, այլ ոչ բնականաբար ամեն մեկը ձգտում է իշխանությունը հասնել իշխանության, սակայն մասնակցել կառավարմանը, մասնակցել որոշումներին, դա հավասարազոր է եւ այդ մեր ամբիցիոզիկներին, որոնք
կյանքում դեռ չկայացած որոշում են, որ իրենք են միայն վարչապետի տեխնացուն, լավագույն տեխնացուն եւ հումորային է, որ շատ քաղաքական ուժի ղեկավարներ ասում են, գիտեք ինչ, թող այս երկուսը չմասնակցեն, մենք մասնակցենք։ Միանգամից վարչապետին էլ խնդրեք, թող նա էլ չմասնակցի, մնացած վերագրանցված 87-88 քաղաքական ուժը, մնացածն է խնդրեք, թող չմասնակցեն, միանձնյա դարեք։ Տեսեք, ուրեմն ես հիմա այստեղ մի փոքր կանգ առնենք, ամենահետարքիր այսպես ելևէջները գալիս է այսպես կոչված ժողովրդի մեջ տարածված խոսույթներից։ Տեսեք, դեռևս 90-ական թվականների սկզբից դուք կհիշեք, որ այսպիսի մի բան կար 91 թվականի նախագահական ընտրություններում հետևյալ խոսույթներ, հարգանքով բոլորի նկատմամբ։ Ասում են, բա որ Լևոնին չտանք, ում տանք։ Հայրիկյանին տանք, հիշում եք։ Հայրիկ։ Հիմա ուտեց այդ խոսույթը տարածվեց, թևածեց, եւ հիմա էլ տեսեք, այդ խոսույթը, որ ասենք թե եթե այսինչ քաղաքական գործիչները, որոնք մեծ ներդրում են ունեցել այս երկրի կայացման եւ զարգացման գործում, այդ թող դրանք գնան, հենց դրանք կան, ուրեմն իշխանությունը վերարտադրվել է։ Եթե ընդունենք այսպիսի մի բան, իսկ համոզմունք կա, որ նրանք գնան, իշխանությունը հաստատ փոխվելու է։ Այդ էլ չկա, չէ՞։ Իհարկե որ։ Այսինքն սա նշան։ Եվ կներեք, այստեղ ցավալին այն է, որ մարդիկ պատրաստ են ուրեմն համախմբվել մի սկզբունքի դեմ, որ Նիկոլ Փաշինյանը գնա։ Եղբայր, բա որ ընտրություններում քաղաքացիական պայմանագիր ուրեմն քաղաքական ուժը, տեսականորեն եմ ասում, Նիկոլ Փաշինյանին չառաջադրի որպես վարչապետի տեխնացու։ Դուք ինչ եք անելու։ Դուք ինքներդ եք հեռանալու քաղաքական դաշտից։ Այսինքն վերացել է քաղաքական մտածելակերպը, մարդիկ հակադարձ, իսկապես հակադարձ ծրագրային դրույթներ ունեցող քաղաքական ուժերը, ասում են մենք կոալիցիա կազմենք։ Ախր մարդիկ չեն գիտակցում այդ նույն քաղաքական գործունեություն իրականացնողները, որ նրանք ստեղծել են քաղաքական ուժ, ունեն ծրագրային թեզեր, նրանք պետք է առաջնորդվեն կատեգորիկ իրենց թեզերով։ Դարել կապիկություն։ Տեսեք, բաներ կա, որ ես կարող եմ համաձայնել, բաներ կա, չեմ համաձայնվի, դա նորմալ է, տեսեք։ Այդ քաղաքական ուժերը, որոնք ամենատարբեր խոսույթները կարող են կիրառել, կան նախընտրական բնույթի խոսույթներ, որոնք իրենց կարծիքով այդ քաղաքական ուժերը կարող են իրենց դիվիդենդներ բերել քաղաքական, կան ինչ որ բաներ, խոսույթներ, մեսիջներ, որոնք ներարկում են հասարակության մեջ չկանխատեսելով, որ դա ուրեմն կենսունակ կլինի, թե չի լինի։ Օրինակ հիմա եթե նախկիններ ներկաներ խոսույթը ասենք, ոնց որ բոլորը եկել են հայտարարի, որ նախկին ներկա այս հակադրությունը չպետք է լինի ապագա սպասվող ընտրությունների մեղը, որովհետև դա արդեն սպառեց իրեն, նախկին ներկա։ Որ թեզնա կյանքը ցույց կտա, հավանական կարող եմ համարել պատերազմ թե խաղաղություն, բայց ես էլ կարող եմ մի քիչ արհեստական լինի, որովհետև որևէ մի ուժ չի կարող ասել, որ ինքը խաղաղություն չի ուզում։ Խնդիրը ինչ որակի, ինչ տիպի խաղաղություն եւ խաղաղություն, որի պայմաններում անվտանգային ռիսկերը նվազագույնի են հասցվել։ Այսինքն ցանկացած մարդ վերանան կուսակցություններից։ Բոլորն էլ կուզենան, որ մեր երկրում լինի խաղաղություն, բայց անվտանգային ամենանվազագույն ռիսկերը, որը հեշտ բան չի։ Այսինքն խնդիրը ցույց տալ, թե ինչպես ես դու այդ ռիսկերը հասցնում նվազագույնի։ Եվ երրորդ հանգամանքը, պարոն Թարվերդյան, որպես քաղաքական ուժի ղեկավար, հետեւյալն եմ ասում։ Տեսեք, հաճախ երբ որ ընտրությունները ավարտվում են եւ տարբեր քաղաքական ուժեր չեն հաղթահարում այդ նշաձողը, շեմը, պարլամենտ անցման, հետեւյալ խոսույթն է, էլի տարածված։ Գիտեք ինչ, ասում են, այ մեզ կամ մյուսն է հանդիմանում նրան, ասում է, նրանց չհաջողվեց, որ իրենք իրենց ծրագրային դրույթները հասցնեն ժողովրդին։ Այսինքն դա առաջի դուք տեսած կլինենք, որ տարի այդպիսի բան կա։ Այս անգամ չհաջողվեց, որ այդ ծրագրերը մենք ժողովրդին հասցնենք։ Իհարկե այդտեղ օբյեկտիվ բան կա, որովհետև հասցնել ծրագիրը ժողովրդին եւ շատ-շատերին, դա նշանակում է քո ծրագրի հիմնական թեզերը։ Մի քանի թեզ, ընդունենք դու ունես 20, 25, 30 թեզ, եթե երկուսը, առավելագույնը 3-ը քեզ հաջողվում է ներարկել, ուրեմն ժողովրդի տարբեր ներկայացուցիչների եւ դա դառնա նախընտրական նրանց սեփականությունը, որ տներում, խոհանոցներում, աշխատավայրում, հարևանների հետ, բակերում դա դառնա խոսույթ ամենօրյա,
այլ ոչ թե ինչ ասեն, մոռանան, դե մի բանը ասեցին գնաց։ Սա նշանակում է հաջողություն կլինի։ Ես կարծում եմ, այս պահի դրությամբ առայժմ բոլոր քաղաքական ուժերին դեռևս առավելագույն չի հաջողվել այդ խոսույթները հասցնեն, այլապես այսպես ընդգծված մենք արդեն մի պատկեր կունենայինք, բայց կարծում եմ նաև կա եւ ավարտեմ դուք արձագանքեք, նաև այսպես կոչված նախընտրական պայքարի առանձնահատկություն եւ տրամաբանություն, որ ժամանակից շուտ ուշադրություն դարձեք, ժամանակից շուտ չբացահայտեն իրենց մղումները, իրենց ելևէջները, որպեսզի այն որ ասում է ոտերը տակից չկտրեն ժամանակից շուտ։ Խնդրեմ։ Գիտեք, շատ կարևոր է պատերազմ թե խաղաղություն թեզը։ Մենք մի գեոքաղաքական աշխարհակարգում ենք ապրում, երբ որ պատերազմը այսօր այդքան էլ մեզանից կախված չէ։ Մենք մեր հարևան ուրեմն տարածքներում Սիրիա, Իրան, տեսնում ենք ինչ է կատարվում։ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիները երբեք չեն երազում պատերազմելու համար, բայց մենք տեսանք իսրայելական զորքերը, ամերիկյան անգամ ուրեմն ինքնաթիռները ռմբակոծեցին եւ այսօր Իսրայելի վարչապետը շատ լուրջ քննարկումներ է իրականացնում շարունակել ռազմական գործողությունները։ Այստեղ Իրան Իսլամական Հանրապետության իշխանությունը չէ որ որոշում է։ Իհարկե նրանք կարող է զիջեն ամբողջությամբ իրենց պետությունը, իրենց ազգային սկզբունքները, իրենց պետական գաղափարախոսությունը եւ ինչ որ առումով կասեցնեն պատերազմի հավանականությունը։ Կամ Պաղեստինյան Հանրապետության մոդելը ստեղծումը ինչ է կատարվում։ Ազգ, որը կրել է ցեղասպանություն եւ ցեղասպանություն բառը հենց նրանց ազգային ջարդից է ստեղծվել, այսօր իրականացնում է ցեղասպանություն։ Պարոն Թարվերդյան, ներողություն կշարունակեք։ Տեսեք, այո, դուք իրավացի եք, աշխարհը 500 տարի առաջ այլ աշխարհ էր, 100 տարի առաջ այլ էր, 50 այլ էր եւ հիմա այլ է, բայց ժամանակակից, որ մենք ասում ենք, չգիտեմ, արևմտյան քաղաքակրթություն, եվրոպական քաղաքակրթություն, այդ պարագայում, երբ որ ցեղասպանությունները շարունակվում են կամ լուր թողտվությամբ, մեղմ ասած, կամ էլ ինչ որ այսպես փակ չբացահայտված աջակցությամբ, չեմ ուզում շատ բաներ ասեմ, այդ պարագայում, այսինքն ըստ էության ստացվում է, որ աշխարհը 100 տարի առաջ 50 թե հիմա թույլի ուժերի հարաբերությունների մեջ ոչ մի բան չի փոխվել։ Հենց ես դա եի ուզում ասել։ Գիտեք, դեռ երբ որ եղել են ազգեր, խմբեր, անգամ պետություններ չեն եղել, գործել է ուժի օրենք։ Այո։ Հազարամյակներ հետո մենք վերադարձել ենք այսօր նորից ուժի օրենքին աշխարհում։ Ուժն է ծնում իրավունք։ Միանշանակ։ Եվ նույն գործողությունը մեկ պետությանը դա ներելի է, հա տեսնում ենք ինչ է կատարվում Վենեսուելայում, հա, Ամերիկայի Միացյալ Նահանգները հանգիստ ռմբակոծում են նավերը, ասում են ես այս պատճառով ռմբակոծեցի, թմրանյութ էին տեղափոխում։ Այդ նավից ոչինչ չի մնում, չեն կալանավորում նավը։ Կամ Իսրայելը հարևան պետություններին ռմբակոծում է։ Երբ որ ասում են, ես ինչ ես անում, ասում են վտանգ են սպառնում։ Լրջագույն խնդիր 22 թվականից մենք տեսնում ենք ինչ է կատարվում երկու եղբայրական պետությունների մեջ, հա, մեկ ազգ, սլավոնական ազգի երկու պետությունների մեջ։ Մեկը ասում է ինձ վտանգ էր սպառնում, ես հարձակվում եմ։ Ազգային արժեքները չէին պահպանվում, կրոնական արժեքները եւ այլ։ Այսինքն, գիտեք, քաղաքականության մեջ մի հետաքրքիր դրույթ կա, ասում են, եթե դու հայտարարություն ես անում, պետք է բացատրես ինչու ես այդ հայտարարությունը անում։ Եվ ուժեղ պետությունները կարողանում են բացատրել, քանի որ աշխարհը բաժանված է, ինչ որ առումով նրանց ազդեցության գոտիներով, նրանց համագործակցության ավելի լավ լինելով, կամ վերցնենք Արգենտինայի մոդելը, հա, Արգենտինայում միջև նոր նախագահի գալը, նախորդ նախագահը ամբողջությամբ պաշտպանում է Ռուսաստանի Դաշնության կամ Չինաստանի թեզը։ Նախագահան փոխվեց, ամբողջությամբ թեքվեց, ամերիկյան թեզն է պաշտպանում։ Այստեղ հարցը ինչումն է։ Ահա։ Մենք քաղաքակրթության որպես հիմք, հա, վերցնում ենք, դիտարկում ենք եվրոպական պետությունները։ Մենք մի պա, գիտեք, ուզում ենք գնահատել ուրիշին։ Մոռանում ենք, որ Հայաստանի հայ ազգը քաղաքակրթության հենքում է, հենց սկզբում է 6000, 10000 կամ չգիտեմ տարբեր գնահատականներ կան։
Մենք մերը թողած, ուզում ենք գնահատենք ուրիշինը։ Շատ ժամանակ երբ որ ասում են Ռուսաստանը մեր ուրեմն ավակ եղբայրն է, ես ասում եմ ոչ ընկերներ։ Նա մեր մեծ եղբայրն է, մենք ենք նրա ավակ եղբայրը, քանի որ մենք որպես ազգ ավելի տարեց ենք։ Նրանք ավելի մեծ են, իրենց թե ուժով, թե տարածքով եւ եղբայրության մեջ պետք է եղբայրություն անել եւ պետք չէ ընդգծել ով է ավակը, ով է մեծը։ Հիմա ներողություն ես մեկ տեզ նույնպես ասեմ, անվտանգային ռիսկեր, հա, ռիսկերը տարածաշրջանում կան, եղել են եւ դեռ մնալու են։ Դրանք ժամանակի ընթացքում պետք է հարթվեն, քանի դեռ ժողովուրդները իրենց կապը չեն ստեղծել, ռիսկերը միշտ մնալու են։ Բնականաբար Թուրքիային շատ հետաքրքիր է այս գործընթացները, որը զարգանում է, նա իր ազդեցությունը մեծացնում է Հայաստանի Հանրապետությունում եւ այս տարածաշրջանում, ինչքան էլ մենք ցանկանանք կամ չցանկանանք, երկու հզոր պետություն կա տարածաշրջանում, դա Ռուսաստանի Դաշնությունն է եւ Թուրքիան է, որը ներկայացնում է անգլոսաքսերին, ինչ որտեղ ՆԱՏՕ-ին, ազդեցությունը այդ երկու պետությունների մեջ։ Հիմա մի փոքր կանգ առնենք, ես ուզում եմ մեր նախնական զրույցում էլ ես ասեցի, ես ուզում եմ ընդգծեմ, որ նախորդ Կիրակի օրը ես իմ գործընկեր Առաջարկ Հայաստանի նախաձեռնության անդամներով, ես եւ Արմեն Մանուկյանը եղանք Արտաշատ համայնքում, այնտեղ եղավ հանդիպում բնակիչների հետ եւ ես ուզում եմ դրանից հետո մենք քննարկենք այս ամեն ինչը, չէ՞ ասի որ արտաքին քաղաքականը միայն տնտեսականը, սոցիալականը ընթառաջ 2026-ի ընտրությունների, այ մարդը Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինչ է մտածում, ոնց է տեսնում։ Դիտենք տեսանյութը։ Երկրին անհրաժեշտ են փոփոխություններ, իսկ դրա համար պետք է համախմբվել ու լսելի դարձնել ժողովրդի ձայնը։ Խնդիրները գույքագրելու եւ առաջարկները լսելու համար Առաջարկ Հայաստանի նախաձեռնության ներկայացուցիչները շարունակում են հանդիպումների շարքը։ Այս անգամ Արարատի մարզում են։ Մենք պետք է իրար լավ ճանաչենք։ Եթե մենք իրար լավ չճանաչեցինք, ոչ մի բան չի ստացվելու։ Բայց լավ ճանաչելը քիչ է, իրար պետք է հարգենք ու սիրենք։ Պետք է ինչ-որ մի բանի շուրջը համախմբվենք։ Համախմբման գաղափար է պետք։ Մենք պետք է մի բան հասկանանք, որ մենք պետք է ուժեղ լինենք։ Պետք է ուժ գտնենք միասին։ Այդ ուժը պետք է գտնենք, մենք ուժ ունենք։ Տենց չի որ ուժ չկա։ Եթե այս ազգը 3000-4000 տարի սենց եկել ապրում է, նշանակում է մենք հավիտենական այս մեր հայ ժողովուրդը պետք է գոյատևի։ Հանդիպումը հարց ու պատասխանի ձևաչափով է։ Գյուղատնտեսությունից մինչև կրթություն, երիտասարդների զբաղվածություն, թոշակ ու նպաստ։ Գյուղաբնակներին առավել մտահոգում է գյուղատնտեսության նախարարություն չունենալու հարցը։ Վերջին մի 2 տարին օրինակ մեր մոտ ծառերը չորանում են, ասենք, ու ոչ մեկը չենք հասկանում ինչից է այդ պայմանավորված։ Ասենք ջրից է, հողից է, թե օդից է։ Քանի որ մեր պետությունը չունի գյուղ նախարարություն, չկա համապատասխան մասնագետ, որ գա մեզի խորհուրդ տա, մնացել ենք շիվարած, չգիտենք ինչ անենք։ Որտեղ որ մենք գնացել ենք, բոլորը այդ հարցը բարձրացնում են։ Գյուղատնտեսությունը մեր համախառն ներքին արդյունքի միշտ եղել է 18-ից 20%-ը, այսօր գիտեք ինչքան է իջել։ Գյուղատնտեսության կշիռը երկրի համախառն արդյունքում 8% ընդամենը։ Այսինքն սա նշանակում է, որ երկիրը գյուղատնտեսությանը ինչ որ չափով արհամարել է, ինչ որ չափով չէ, լավ էլ արհամարել է։ Նաև այդ գյուղնախարարություն չունենալը խոսում է հենց դրա մասին։ Դրա համար առաջնակարգ ձեր ասածը, որ գյուղատնտեսության նախարարությունը պետք է վերականգնվի, պետք է գյուղատնտեսական վարկերը շատ ցածր տոկոսադրույքներով լինեն, մեկ, ցածր։ Երկրորդը, պետությունը պետք է սուբսիդավորի շատ։ Այսօր մենք գիտեք ինչքան վարկառու ունենք։ 2.5 միլիոն վարկառու կա։ 2.5 միլիոն։ Ես, այսինքն մի մարդը կարա մի քանի վարկ ունենա, ես վարկային միավորներն եմ ասում։ Այսինքն ամբողջ ժողովրդի ուշադրության կենտրոնում է այդ վարկերը, բայց մենք պետք է ազատագրենք այդ վարկերից։ Այլ երկրներում զարգացած գոյություն ունեն լաբորատորիաներ, հողի լաբորատորիա, որը որ ցույց է տալիս, այդ հողը ինչի կարիք ունի։ Դա մի հատ առաջարկ, որը որ կարելի է այդ թեմայի գյուղատնտեսական զարգացման թեմայի մեջ ներառել։ Շատ լավ առաջարկ է։ Գյուղացին իր հողի հետ է։ Իրան պետք է ասեն, ընդունեք 7 տարի այս հողը տվել է այսինչ բերքը, ել չի տալու։ Առաջիկա մի քանի տարում սենց է փոխվելու, եթե այդ հողի մենք ուրեմն որակական կազմը չբարձրացնենք, սենց անենք կամ նենց անենք։ Կարող է ասենք պետությունը ասի դու ինքդ որոշի, խես գնացել ռիսկի այսինչ զոնայում մի բանով է զբաղվում, որը հեռանկար չունի։ Անասնաբուժական ծառայություններ, ֆիտոսանիտարիա,
բոլոր տիպի խորհրդակցություններ գյուղացու հետ պետք է պայմաններ ստեղծի, ոչ թե գյուղացին պետք է գնա մասնագետը պետք է գա գյուղացու մոտ, ասի ձեր համայնքում այս ինչ բաները կարող ալնի։ Ցանկատարածությունների կեսը չի մշակվում։ Դրանց մի մասը Արարատյան դաշտում է։ Հողն անմշակ թողնելու պատճառները բազմաթիվ են՝ ոռոգման ջրից մինչև բերքի իրացում։ Երբ որ գյուղացին բերք է ստանում, լավ ավատա բերքը ստանում է, այդ դեպքում պետքա պայմաններ լինի բերքի մթերման եւ իրացման համար։ Ոնց որ պարոն Ծառուկյանը Վարդենիսում ուրեմն սառնարանային տնտեսություն, պահեստավորում, մթերում արեց, որպեսզի չվախենա, որ իր մթերքը մնա, սենց աչեք գյուղացին վախենում է, որ հանկարծ եթե 2-3 օր այդ բերքը չտարան, բերքը փչանալու է։ Որպեսզի այդ բերքը փչանալուց չվախենա, այդ մթերման սառնարանային տնտեսությունները ամեն ինչ ժամանակակից ձևով կառուցվի եւ պետությունը այն լոգիստիկ, ասինքն իրացնող կազմակերպությունները խթանի, որ բերք առնեն տանը։ Այսօր մենք գնացել ենք տարբեր բարձրադիր գյուղական համայնքներ, որտեղ որ անասնապահությունն է զարգացած, կտրուկ իջել է խոշոր եղջերավոր անասունների գլխականակը, որտեղ կաթի գինը ջրի գնից էժանա եւ պրոբլեմային է դրա համար եւ թանկ է նստում, հաշվարկը արեցինք։ Այդ առումով մարդիկ մորթում են իրանց անասունները եւ իրացման տակ են դնում։ Դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողների կարծիքով փոփոխության անհրաժեշտություն կա հանրակրթական ծրագրերում։ Ունենալով մեր ստեղծագործությունների մեջ, մեր գրողների մեջ բազմաթիվ գոհարներ մանկական գրականության մեջ, անցյալ ամբողջ տարի մենք ուսումնասիրել ենք ինչ-որ հնդկական Էլմեր փղիկի մասին, ծիծաղելի է նույնիսկ, եւ բացի այդ էլ, չգիտեմ, եկեղեցու պատմությունն են հայոց հանել դպրոցական ծրագրերից եւ մի շարք այլ խնդիրներ։ Դպրոցական հանրակրթական ծրագրի շրջանակներում դուք տեսաք, որ դասագրքերի բովանդակությունն էլ է փոխվում։ Այո, այդ եկեղեցու պատմությունը հանվեց, սրան արդյոք սա դա փոխարինվել է ուրիշ բանով թե չէ, այդ արդեն պետք է մենք գնահատական տանք, թե միտքը են աղել, որ դա դուրս գա ընդհանրապես, նպատակը որն է, պետք է հասկանալ, սա մեկ ավանդական արժեքները, ազգային ինքնությունը, այդ բաները պահպանվի, կրթական համակարգում պետք է գնա, բայց զուգահեռ պետք է եվրոպական եւ ոչ միայն եվրոպական, առաջատար աշխարհում այսօր տեղի ունեցող process-ներն էլ ինքը ծանոթ լինի։ Տենց չի որ մենակ պարփակվելու ենք մեր ազգայինի մեջ, ասենք մենք ենք իսկ ոչ միտեղ կղզի ասա, դուրս չենք գալի։ Ինքը պետք է մեկը մյուսի հաշվին չլինի։ Նաև բուհական համակարգում բարեփոխումների առաջարկներ եղան։ Ուսանողը վարձավճարի պատճառով չպետք է բուհից դուրս մնա կամ ընդհանրապես չդիմի բուհ։ Ունեմ մի առաջարկ, ունեմ երկու աղջիկներ, որոնք շատ շուտով ուսանողներ են դառնալու։ Եվ գիտեմ, որ նախկինում պարոն Ծառուկյան ուներ այսպիսի մի ծրագիր, ամբողջությամբ ինքը վճարում էր, պետությունը վճարի ամբողջության վարձը, իսկ հետո ուսանող աշխատելուց հետո ինքը փակ է արդեն։ Եվ կա այսպիսի մի բան, օրինակ ուսանողը ունի ավելի բարձր գիտելիքներ, ուզում է ընդունվի բժշկական ինստիտուտ սովորի, սակայն աշխատավարձը շատ քիչ է, չեն կարողանում վարձը մուծել, գնում են մանկավարժ են դառնում, սոցիոլոգ։ Դուք գիտեք, որ Ծառուկյանը երիտասարդների միշտ օգնել է, հատուկ կրթաթոշակներ է նշանակել, ուսման վճար է տվել, միտքը այն է եղել։ Երեխան, որը լավ սովորում է, ուսման վճարը չվճարելու հետևանքով պիտի դուրս չմնա։ Լավ է սովորում։ Ֆինանսները պիտի խնդրեմ չառաջացնեն, սա մեկ։ Երկրորդ, պետությունը կարող է քեզ 0%-ով վարկ տա այդ երեխային, որ դու ավարտես, գնաս 5 տարի էլ աշխատես, կամաց այդ վարկը փակես, եթե ոչ մի ուրիշ ֆինանսական բան չկա։ Սա երկրորդ մոտեցումը, հա։ Եվ երրորդը, որ եթե կարմիր դիպլոմով ավարտում են համալսարանների ինստիտուտները եւ մարդը աշխատանք չունի։ Հենց որ շատ ճիշտ հարցադրում եք անում, պարոն Ծառուկյանի մասով ո՞րն էր այս ուսանողական մրցույթի իմաստը։ Իմաստը այն էր, որ դիմեց Գագիկ Ծառուկյանի ուսանողներին, ասեց հələ տվեք առաջարկներ։ Դուք ուսանողներ եք, չէ՞, հա, շատ ենք չէ խոսում, որ կառավարության որակը այն չի, մենք շատերը շատ վատ են։ Հələ մի հատ տեսնեմ ինչ առաջարկներ է տալի, տարբեր էս երկրի համար, զարգացման համար։ Մեկ էլ իմ համար օրինակ անսպասելի չէր։ Մեկ էլ նայեց տեսավ, որ այս ինչ հոյակապ տաղանդավոր առաջարկներ կա եւ մի քանի 100 հոգի ըստ էության տվել էին այդ առաջարկները եւ գնահատվեց դա։ Երիտասարդներին պետքա շանս տալ, որ երիտասարդները իրաց տաղանդը բացահայտեն։ Մրցույթը, որ պարոն Ծառուկյանը հայտարարել էր, այնտեղից մենք ծրագրերից իրենց առաջարկած առաջարկներից անպայման սինթեզելու ենք եւ ներառելու ենք առաջարկ Հայաստանին մեր ծրագրում, որի կոնցեպտը գիտեք, պարոն Ծառուկյանն է
ներկայացրել։ Մեկ այլ խնդիր է բուհն ավարտելուց հետո երիտասարդին իր ծննդավայրում ու համայնքում պահելը, զբաղվածության հարցը լուծելը։ Երիտասարդները ձգտում են գնալ Երևան, սովորում են, ուզում են այնտեղ աշխատեն։ Հիմա մեր երիտասարդները գնում են Երևան ինչի համար, որովհետև այնտեղ կա բարձր աշխատավարձ, կամ ոնց իրանք են ասում, այնտեղ կա կյանք։ Ինչը չկա մեր տարածաշրջաններում, այսօր մեր երիտասարդները, մենք այսօր ստեղած շատ երիտասարդներ ունենք, դուրս են գալի դուրս ու զբաղմունք չկա իրանց համար։ Կամ դուրս են գալի դուրս, ասած մեղմ ասած, մենք ապրում ենք աղբավայրում, 4 կողմը, ոչ մի բան չկա, անապատ, աղբ, ճայիչ ու չգիտեմ ինչ։ Այո, երիտասարդին պետք է պահել համայնքում։ Բայց համայնքում պահելու համար երկու կարևոր բան կա։ Առաջինը աշխատանք, երկրորդը որոշակի գրավչություն համայնքի։ Պետքա բիզնեսով զբաղվելու հնարավորություն տան։ Այդ ձեր ասած երիտասարդը, որ գալիս է Երևան սովորումա հետ գա, եթե իր համայնքում համայնքը ասի իմ հարազատ երիտասարդ, ընդունենք 100 երիտասարդ, եկեք, ես ձեզ առաջարկում եմ 100 նախագիծ, ինչով ուզում եք զբաղվեք, ես էլ ձեզ հետ դառնում եմ համաֆինանսավորող եւ համամասնակից։ Այդ դեպքում պետք է շահագրգռվի համայնքը, պետք է իր համայնքի երիտասարդներին տեր կանգնի։ Սա հատկապես այն դեպքում, որ պետությունը տարեցտարի ավելացնում է հարկերն ու տուրքերը, դրա դիմաց չբարելավելով ծառայությունների որակը։ Գույքահարկը ձեր վրա էապես մեծանում է 26 թվից 4 անգամ, այն ինչ որ վճարում եք։ Եվ խնդիրը մենակ դրա մեջ չի, խնդիրը նրա մեջ է, որ դու համայնքին կրկնում եմ, տալիս ես գույքահարկ, համայնքից պետք է ստանաս ծառայություն որակյալ։ Երիտասարդներից անցում տարեցների, անապահով, նպաստառու ընտանիքների խնդիրներին։ Հանդիպման մասնակիցները խոսում են մարտահրավերների մասին, որոնց հաճախ բախվում են սոցիալապես անապահով ու խոցելի խավերը եւ տարեցները։ Ասում են քո բալերը չի հերիքում նպաստ ստանալու համար։ Ուզում եմ հասկանամ, այդ բալը ինչով է կախված, եթե 43,000 դրամ է ստացել ու 3,000 ավելացել է մի տարվա մեջ, այդ 3,000-ն է բալը ավելացնում։ Իմ անձնական կարծիքն եմ ասում, ընդհանրապես լավ կլինի, որ մարդիկ այնքան լավ ապրեն, որ նպաստ չստանան։ Վերջին ինչքան կարելի է նպաստի հույսի մնալ։ Վատ վիճակից է, որ այդ նպաստները կան։ Այսօր միջին թոշակը 50,000 դրամ է, նվազագույն թոշակը 36,000 դրամ է։ Սրա մասին շատ եմ ասել, ելի ասեմ։ Որպեսզի թոշակը բարձրացնեն ձեր, պետք է երկրում տնտեսական զարգացում լինի։ Որպեսզի տնտեսական զարգացումը լինի, պետք է տնտեսական աճ լինի։ Թոշակի բարձրացնելու աղբյուրը պետական բյուջեն է։ Ուրիշ տեղ չկա թոշակ։ 600,000 թոշակառու ունենք մենք։ Առաջարկ Հայաստանին նախաձեռնության շրջանակում հնչած առաջարկներից շատերն ամիսներ հետո կդառնան ծրագրեր։ Դրանց մի մասը հնարավոր է ներառվի օրենսդրական նախագծերում, որոնք թիրախային լուծումներ կառաջարկեն խնդիրների լուծման համար։ Հիմա պարոն Թարվերդյան, տեսեք, մարդիկ բարձրացնում են ամենատարբեր հարցեր, շարքային, բայց շարքային ասելով բոլորս շարքային ենք, ուսուցիչներ, բժիշկներ, ուսանողներ, բանվորներ, արհեստավորներ եւ այլ։ Տեսեք, անդրադառնանք, ամենաշատը ես ուզում եմ անդրադառնանք այս փուլում մեր երիտասարդությանը, երիտասարդների խնդիրներին։ Տեսեք, ամենալրջագույն խնդրեմը մարզերում դա այն է, որ երիտասարդը ընդունվելով բարձրագույն ուսումնական հաստատություն, գալիս է Երևան քաղաք, ուրեմն սովորելու ընթացքում աշխատում է տարբեր սպասարկման ոլորտներում, առևտրի, վաճառող, մենեջեր եւ այլն, որպեսզի իր ուսման վճարը վճարի։ Ինքը մնալով, այդտեղ հենց այդ հարցերը դուք տեսաք, որ բարձրացնում են, մնալով Երևանում, ավարտելով այլևս հետ չի ուզում վերադառնա իր համայնք, որտեղ համայնքում առաջին չկա աշխատատեղ, երկրորդ համայնքի սոցիալական դիմագծով ինքը գրավիչ չի, այսինքն չկա այն միջավայրը, որտեղ երիտասարդը պետք է իր կյանքը անցկացնի։ Մշակույթի տուն, ուրեմն համապատասխան կինոդիտումների համար, ուրեմն կինոթատրոններ, չգիտեմ, մշակութային այլ ժամանցի վայրեր եւ այլն, եւ ստիպված եւ աշխատավարձն էլ էապես ցածր է, մնում են քաղաքում եւ մենք տեսնում ենք այսօր թե Երևանը ինչ է Իրանից ներկայացնում, դրանից բխող ամենատարբեր հետևանքներով, ամենատեսանելին էս խցանումներն են, որ կան, այլ եւ այլ խնդիրներ, այդ բեռնվածությունը, ինչ վիճակատիրում, այսպես նաեւ գոյապահպանական, բնապահպանական եւ այլն, մենք կարծում ենք, երևի դուք էլ համաձայն կլինեք, որ համայնքները պետքա տեր կանգնեն իրենց երիտասարդներին։ Համայնքը
մենակ գույքահարկ եւ չգիտեմ այլ վճարներ հավաքող մարմին չի։ Համայնքը պետք է երիտասարդների համար պայման ստեղծի, օրինակ ինքը իր հերթին պետք է առաջարկի որոշակի նախագծեր, ինքը դառնա համամասնակից, չեմ ասում էլ համաֆինանսավորող, բայց նաև մի բան արձանագրենք։ Դուք գիտեք, սրա մասին շատ եմ ասում։ Միանգամից ամբողջական քննարկենք։ Դուք գիտեք, որ հիմա 26 թվականից լիարժեք գույքահարկը մտնելու է հունի մեջ, որ 4 անգամ բարձր գույքահարկ կա, 4 անգամ։ Այս պարագայում, եթե մենք վճարում ենք համայնքին 4 անգամ բարձր գույքահարկ, տեղը չպետք է ստանանք ծառայություն համայնքային որակյալ։ Խնդրեմ։ Գիտեք, համայնքում զարգացման արդյունքում այդ երիտասարդը կարող է ապրել համայնքում եւ այդ ճանապարհներով գա ավելի կենտրոնական քաղաքներ, խոշոր քաղաքներ։ Աշխատանք չկա, բայց գնա ինչ անի, ասեք, հա։ Գնա ինչ անի։ Ճանապարհով գնաց ու հերթով ձեզ ասեմ, երևի կհիշեք սովետական միության տարիներին ամեն ինչը պլանավորած էր եւ նրանք շատ տեղեր ստեղծում էին սովխոզներ, գործարանների մասնաճյուղեր, այո։ Ցավոք, ուրեմն մեր սեփականաշնորհման անգրագետ իրականացման արդյունքում ես չեմ վախում իմ խոսքերից, թողներեն այն երկրի ղեկավարները, նախագահները եւ վարչապետները, որոնք կառավարել են այդ գործընթացները սեփականաշնորհման, ամբողջությամբ մեր տնտեսության ենքը, գործարանները մսխվեցին։ Ես գիտեք, ծառայել եմ մաքսային ծառայությունում եւ հիշում եմ ինչպես էին քանդում եւ սարքավորումները մետաղի ջարդոնի տեղ վաճառում։ Եվ ասեմ ավելին, այդ սարքավորումներով հարևան Իրանում կամ Ռուսաստանի Դաշնությունում կամ Վրաստանում կառուցվեցին գործարաններ։ Մարդիկ անխիղճ ձևով իրեն ձեռք բերած գործարանների սարքավորումները վաճառում են։ Ասում էին լավ 10 հատ ունենք։ Ախր եթե 10 հատ հաստոց էր, ուրեմն դա պետք էր։ Նպատակա ուղղված էր, որ այդքան արտադրանք պետք է տա, որ արդյունավետ աշխատի գործարանը։ Ուրեմն հիմա նայենք առաջ։ Սովետական միության ժամանակ հումորով են ասում, որ կոնյակով մի քանի շիշ սարքավորումներ էին բերում, էական չի ինչով, բայց բերում էին։ Հայաստանը ուրեմն դարավ ծանր արդյունաբերական, այո, պետություն, հանրապետություն, եւ ցավոք չկարողացան մեր ղեկավարները պահպանել այդ տնտեսական հարթակը։ Հիմա կա ստատուս քվո, առաջ։ Ես շատ եմ շփվում գյուղացիների հետ, ելնելով այն գործունեությունից, որը իրականացնում է մեր ընտանիքը, շատ եմ շփվել մանավանդ, գյուղացին ինչ է ցանկանում։ Իր հալալ քրտինքով փող աշխատել։ Այսինքն, նա ցանկանում է ստեղծել բերք, բարիք եւ իրացնել դա։ Այստեղ պետության գործոնը շատ մեծ է։ Ես նախկին վարչապետների հետ շատ եմ քննարկել այս թեման եւ ասել եմ, որ շատ դեպքերում պետությունը պետք է լինի միջնորդ գյուղացու եւ արտադրողի մեջ։ Ինչու ոչ, պետությունը միշտ խուսափում է պատասխանատվությունից, ասեմ ձեզ, բայց այստեղ անհրաժեշտ է, քանի որ 4-500 հազար մարդ ունենք, որոնք գյուղատնտեսությամբ են զբաղվում եւ գյուղատնտեսությունը ունի մեծագույն ռեսուրս զարգանալու։ Դուք շատ լավ գիտեք, քանի տոկոսն է հողերի մշակվում։ Ասեմ ավելի, նույն հրյաների օրինակը բերեմ, Իսրայելում անապատներում մարդիկ այնպիսի գյուղատնտեսություն են զարգացրել այդ կաթիլային համակարգերով եւ այլ։ Մենք պետություն ենք, որը ունի վերականգնող տասնյակ հազարավոր տոննա վարկյանում ջուր եւ ասում ենք կան հողեր, որտեղ ջուր չկա, դա աբսուրդ է։ Այսինքն պետությունը սխալ է իրականացնում իր քաղաքականությունը, միգուցե հերթը դրան դեռ չի ասել, համենայն դեպս հաջորդ հորդորի իշխանություններին զարգացման պետության, ոչ թե ձեր քաղաքական ուժ, այլ պետության զարգացման ծրագրում ներառեք, որ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը հաշվի առնելով մեր ջրային ռեսուրսները պետք է ջրաֆիկացված լինի եւ այդ ջուրը պետք է լինի նվազագույն գնով, որտեղ Աստված է դա մեզ տվել, կարելի է ջուրը ձրի տալ գյուղացուն, որպեսզի ակնկալես շղթայական էֆեկտ։ Այո, մակրոտեսական էֆեկտը շատ մեծ է լինելու։ Պարոն Հարությունյան, ներողություն, գյուղատնտեսության մասով թիվը ասեմ, տեսեք, միշտ եղել է 18-ից 20% համախառն ներքին արդյունքի գյուղատնտեսության։ Հիմա գիտեք քանի տոկոս է։ 8%։ Նվազել է։ 8%։ Եվ այստեղ նայեք, տեսեք, ես շատ եմ ասում Թուրքիայի հետ, մենք ասում ենք սահմանների բացումը տնտեսական ռիսկեր չեն պարունակում։ Ես բազմիցս ասել եմ նաև
գործող իշխանության ներկայացուցիչներին, որ արդյոք դուք պատրաստ եք կիրառել ոչ սակագնային կարգավորման մեթոդներ, քանի որ եթե մենք գնում ենք հարաբերությունների կարգավորման, մեր տնտեսությունը, գյուղատնտեսությունը կուլ կտա Թուրքիայի, ուրեմն գյուղատնտեսությունը, որտեղ այնտեղ ահռելի սուբսիդիաներ են գործում, որը մեր պետությունը այսօր ի վիճակի չէ իրականացնել։ Մենք ունենք թիրախային ինչ-որ սուբսիդիաներ, այդ մասով եմ ասել, բավարար չի եւ պետք է ուղղորդել դա ավելի խոշորների նույնպես, որտեղ մենք չենք ուզում մանր տնային տնտեսություններ ստեղծենք։ Գիտեք, պետությունը հենվում է խոշոր բիզնեսի վրա, որտեվ խոշորի հետ նա պատկերացրեք նույն քննարկումը իրականացնել 10-20 հոգու հետ եւ նույնը իրականացնել 100 հազարավորների հետ։ Դա ոնց որ աշկակապություն լինի եւ քաղաքական գործոն լինի հաջորդ ընտրություններին։ Հեսա չի բացառվում ընտրություններից առաջ նորից ինչ որ նոր ծրագրեր լինեն։ Տեսեք, այդ գյուղատնտեսության ոլորտում բեկում մտցնելու համար ժամանակին ընդունվեց այսպես կոչված գյուղատնտեսական կոոպերացիայի մասին օրենք։ Այսինքն, եթե մենք ասում ենք ցանկատարությունների կեսը չի օգտագործվում, եղբայր, չես կարող օգտագործես։ Այս հողը վարձակալությամբ կամ X պայմանով ներառի կոոպերացիայի մեջ, խոշորացնենք կոլխոզների մոդելը, կոոպերացիա, ասենք այդտեղ կարծեմ բարձրադիրում խմոցները, չգիտեմ, ճանապարհները, գոմերը, բան ամեն ինչ ժամանակակից այսպես ասած խելացի սմարթ գոմերից սկսած բան միացնենք, որպեսզի միասնական ինքը խոշոր ագրոպարենային չաշխատեց, չի աշխատում։ Անգրագետ են արել որովհետև։ Չի աշխատում։ Գիտեք, լավ ծրագիր իդեա ունենալը եւ դրա իրականացնելը տարբեր բաներ է։ Բոլորը կարան գեղեցիկ հայտարարություններ անել, որ սա է պետք անել, բայց շատ քչերը գիտեն ոնց է դա պետք անել։ Գիտեք, այսօր աշխարհում կուտակված են ահռելի դրամագլուխներ, սակայն դրանց կառավարիչները արդյունավետ շատ քիչ են։ Իմիջիայլոց ցանկանում եմ մեր հանդիսատեսին տեղեկացնել, որ Իտալիա, հա, մենք գիտենք ինչպիսի զարգացած գյուղատնտեսություն ունի Իտալիան, գիտեք ոնց է զարգացումը ստեղծվել։ Իտալիայում նույնպես նույն իրավիճակն է եղել, շատ ճղճիմ, այսպես վատ, եւ պետությունը ուղղորդել է եւ օգնել է ոչ բոլորին, այլ այն տնտեսություններին, կոլեկտիվ տնտեսություններին։ Իմիջիայլոց դրանով ստեղծվում են միավորներ։ Մեր բոլոր իշխանությունները վախենում են այդ միավորների ստեղծելուց, որովհետև նույն շահերը ուրեմն շահերով մարդիկ են եւ նրանք ինչ որ օր կարան բարձրաձայնել, միասնական ձայն ավելի լսելի է։ Հետարքիր բան ասեցիք։ Միանշանակ, այսինքն բաժանիր որ տիրես։ Միանշանակ։ Մյուսը ես կցանկանամ շեշտել այդ մեր երիտասարդներին, որ նրանք ցանկանում են տեղափոխվել քաղաք, հա, այդտեղ էլ է պետությունը մեղավոր։ Պետությունը պարտավոր է իրենց սուբվենցիոն ծրագրերը ուղղել այդ ժամանցի վայրերի, թեկուզ նաև բիզնեսի հետ համատեղ, հա, երիտասարդը պետք է բացի աշխատելուց ծախսելու տեղ ունենա։ Հասկանում եք, նա մարդու նպատակը մոտիվացիան փող աշխատելու որն է, որ գեղեցիկ կյանք ստեղծի։ Գեղեցիկ կյանք մենակ ուտելը չէ եւ հագնվելը չէ։ Նա պետք է ժամանցի վայրեր ունենալ։ Ուզում ենք ազգային մշակութային հարաբերություններ ձևավորել։ Մենակ ռեստորանը չի, չէ, մենակ հարսանիքը չի կամ կնունքը չի։ Ինչքան մարդ կարա ուտի, խմի, նստի։ Նա պետքա ինտելեկտուալ զարգացում ունենա։ Դրա համար անհրաժեշտ են կինո, թատրոններ, ցուցահանդեսներ, այդ որ մենք բոլորս ասում ենք լավ է, Եվրոպայից կամ Անգլիայից բերեցին այս արժեքը մշակութային, իսկ մենք ունենք 10 մարզ, գոնե մարզային կենտրոններում զարգացում է անհրաժեշտ, եւ այստեղ պետության դերը մեծագույն է։ Գիտեք, մենակ խաղաղությունը կարևոր չի։ Խաղ ապրելու գործընթացում ապրելը պետք արժանապատիվ։ Ես հիշում եմ մի լավ ընկեր ունեի, Խաչատրյան Վիգենը, պատգամավոր, Աստված հոգին լուսավորի, ինձ ասում էր Երևան ջան, լավ ապրելը արժանապատիվ ապրելն է, մենակ կուշտ փորով ապրելը չէ։ Եվ իսկապես նաև բժշկությունը պետք զարգացնել։ Հիմա մի դեպք է լինում, Փարքասուես ուղղաթիռների պարկը ստեղծվեց Հայաստանում, ուղղաթիռով մարզերից բերում են Երևան վիրահատության։ Հասկացանք Երևանում կուտակված է բնակչության կեսը համարյա թե։
քիչ պակաս։ Սակայն այդ մարզերում նույնպես պետք է զարգանա բժշկությունը։ Այստեղ բժշկության խնդիրն է, որ պետությունը մեծ դեր ունի սուբսիդավորել տարեցների առողջական խնդիրները։ Գիտեք, դա ամբողջ համախումբ է, որ պետք է մեկ անձ չորոշի էնել Շատ բարի։ երբ որ ինքը բազմաֆունկցիոնալ եւ բազմակի մասնագետ չէ։ Շատ բարի, պարոն Թարվերդյան, հիմա եկեք նորից հետ գանք ոնց որ հաղորդման սկզբում քաղաքական գործընթացների գնահատականին սպասվող արդեն նշեցինք, որ 26 թվականի հունիսի սկզբին կլինեն հերթական ընտրությունների ազգային ժողովը։ Մենք գիտենք, որ մենք խորհրդարանական երկիր ենք, այսինքն սա միակ համապետական ընտրությունն է, որը առաջնային մանդատ է տալիս իշխանությանը, բայց նաև այդ ձեր մատնանշած խնդիրները լուծելու համար ես համոզված եմ, որ երբևիցե չպետք է լինի քաղաքական մոնոպոլիա, քաղաքական մենաշնորհ։ Երբ որ մի ուժը շատ երկար, մենք գիտեք ինչ որ ոչ Սինգապուրն ենք, ոչ չգիտեմ ինչ ենք, երբ որ արդեն մի ուժը ինչ որ մի ժամանակահատվածներ չեմ ուզում նշեմ, այսպես միայնակ միանձնյա որոշում ամեն ինչ, այսինքն հակակշիռների եւ զսպումների այս ինստիտուտը չի գործում, իսկ նշենք, որ պարլամենտական մոդելի պայմաններում մեր օրենսդրությամբ, տեսեք այդ 2/3-ը, 1/3-ը, որ անպայման պետք է լինի 2/3 իշխանություն, նվազագույնը 1/3 ընդդիմություն, մենք տեսնում ենք արդեն այս տարիների ընթացքում, որ այդ 1/3-ի ինստիտուտը ընդունենք քննիչ հանձնաժողով, չգիտեմ ինչ որ քննարկումներ, արտահերթ ինչ որ որոշման նախագծեր, հարց ու պատասխան, հանձնաժողովներում այսպես փոքրամասնություն եւ այլն, ըստ էության չի աշխատում։ Արեք եւ վերջին անգամ, երբ որ ես պարլամենտի ինդիմադիր ներկայացուցիչներից մեկին հրավիրել է եւ հարց տվեցի, ասեցի, իսկ ինչ օրենքներ եք անցկացրել, շատ լուրջ խնդրեմա են։ Դուրս եկա որ ըստ էության ոչ մի օրենք ոչինչ չեն անցկացրել։ Հիմա տեսեք, դա նշանակում է, որ մենք առաջ նայելով մի քիչ փոքր գնահատական տանք ապագա գործընթացներին, տեսեք խոսույթն եմ ասում ժողովրդի, ոնց որ սկզբից ասեցի, բայց ինչին ձայն չտանք, ում տանք, իսկ ով կա որ տանք, այդ ուզում եմ նշեմ, նորից եմ կրկնում, այնինչին որ չտանք, բա ում տանք, այն մեկը հələ չենք տեսնում ով է։ Մի րոպե, տեսեք սա մեկ, եւ երկրորդը, փորձը ցույց տվեց նաեւ Էջմիածին համայնքի խոշորացված վաղարշաբաթի վերջին ընտրությունները, որտեղ չգիտեմ 47% են ընտրությունը թե ինչքան, որ անընդհատ խոսվում է տարբեր տեղերում նաև ըստ էության վարչական ռեսուրսի օգտագործման մասին, եւ մենք պետք է հասկանանք, որ եթե մեր ընտրողների 50%-ը չի գնում ընտրության, սրա մասին շատ եմ ասել, եւ չի ուզում մասնակցի իր ապագայի կերտման գործընթացին, չի գնում տարբեր պատճառներով։ Մի մասը անուն դնում է, որ սրանք անտարբերներն են։ Մյուսը ասում է, բա ում տան որ գնամ, իմ ուզածը չկա։ Եղբայր, ընդունենք 20, 25, 30 ուժ մասնակցում է։ Ընդամենը դու գնա, ում ուզում ես տուր, գոնե այդ 20 ներկապնակի մեջ մեկի մոտեցումները, ծրագրերը ինչ որ կարող է մոտ լինեն։ Մեր խնդիրը նա է, սիրելի հայրենակից, որ մենք գոնե 65-70% ընտրության մասնակիցներ ունենանք, որպեսզի հետո, այսպես ասում է, պարզ ճակատով ասենք, որ այս իշխանությունը ձևավորվեց ժողովրդի քվեով։ Այլ ոչ թե հետադարձ հետո գնանք ասենք, գիտեք ինչ, 9%-ով է ընտրողների մասը կամ 11.5%-ով, ոնց որ Երևանի ասենք ավական։ Ես կարծում եմ, տեսեք գնահատա, ինչի չեն գնում ընտրության, կեսը ընտրողների չի գնում եւ երկրորդ խոսույթը։ Բա որ ես ինչին չտանք, բա ում տանք։ Խնդրեմ։ Սովորաբար աշխարհի բոլոր պետություններում մանավանդ զարգացած նրանց առանձնապես չի ուզում ինչ որտեղ պետք է օրենքով պարտադիր լինի ընտրությունների մասնակցությունը, ինչու ոչ ընտրությունների չմասնակցած անձանց ինչ որ ստիմուլ ստեղծել, հա, ոչ թե պատժամիջոց, միգուցե մասնակցողներին ինչ որ արտոնություններ տրամադրվել, որպես անձինք, որոնք մասնակցում են երկրի քաղաքական կյանքի կերտմանը, հա։ Երկրորդ, ուրեմն, եթե սա չէ, ապա ով մոդելը։ Չէ, ներողություն, միջև սա չէ նա։ Եթե այդ սա չէ ով լինի, եթե այդ հարցը լուծվի, կգնան, արդեն կգնան։ Վարչական ռեսուրսը կայանում է նաև նրանում, որ նա իր ընտրողին կարողանում է հորդորել, խնդրել, տանել ընտրության տեղամաս։ Իսկ ընդդիմությունը չի հաջողվում։ Ընդդիմությունը
Ընդդիմությունը շատ սխալ է աշխատում, ասեմ ձեզ, նաև ընդդիմության այդ ամբիցիաները, բարձր ինքնագնահատականը եւ հայտնի Կրեմլ ռիշիլ տակ, հա, Մոսկվան որոշել է, որ այս անձն, այդ մոդելը շատ սխալ է անդրադառնում, կամ Ամերիկան որոշել է, որ այս մարդը ասում, Մոսկվա սիզամ նիվերի, հա, կամ Ամերիկան է որոշել, կամ Եվրոմիությունը, ցավոք մեր քաղաքական ուժերը ուզում են, որ իրենց փոխարեն ուրիշները որոշեն, նրանք ոչինչ չանեն, ուրիշները ֆինանսավորեն, այլ ոչ թե նրանք չարչարվեն, գնան, մասնակցեն հանդիպումների եւ այլ եւ այլ։ Այստեղ մեծ նշանակություն ունի կուսակցությունների մասին օրենքի մեջ անհրաժեշտ փոփոխությունները, մենք առաջարկել ենք այսօր էլ այս ուրեմն առիթը օգտագործելով առաջարկում եմ իշխանություններում շատ խիստ փոփոխություններ անել կհիշեք բանկային գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում ինչքան բանկեր էին հավաքում գումարներ եւ հայ դեպարից երբ որ խստացվեց 75-80 բանկ այո երբ որ խստացվեց եւ նրանք միավորվեցին այսօր մենք ունենք Հայաստանում առողջ բանկեր եւ ասեմ ավելին աշխարհում լավագույն օրենսդրությունը բանկային Իսկն այսօր ավանդը պաշտպանված է։ Նույնը պետք է քաղաքական դաշտում լինի։ Գոյությունի 7-8 գաղափարախոսություն դուք շատ լավ գիտեք եւ ասում եմ խեմ նրանից վատ որ ես է կուսակցություն չստեղծեմ։ Ես հումորով ասում եմ հարսանիքի ժամանակ հայերը կարող են կուսակցություն հիմնել։ Եւ ամենակարևորը եւ պետությունը ֆինանսավորի ոչ թե միայն այն քաղաքական ուժերին, որոնք համապետական ընտրություններին անցել են 2% շեմ օրինակ, այլ բոլոր քաղաքական կուսակցությունները պետք է ֆինանսավորվեն բյուջեից։ Խնդրեմ, խստացրեք պահանջները, թող գործեն ոչ թե 88, այլ 8-10 քաղաքական ուժ եւ ֆինանսավորեք բոլորին, որ հետո չասեք արտակին ուրեմն միջամտություն կա եւ արտակին, այո, որ հետո մենք ցանկացած քաղաքական ուժ Ես ինքս քաղաքական ուժ ղեկավար եմ, չէ ինչ որ առումով իվնաս մեծ կարող է դա լինել։ Իմիջիայլոց ես ձեզ այսօր հրավիրել եմ, ոչ թե որպես առանձին Երևան Թարվերդյան, այլ որպես Միացյալ Հայաստան կուսակցության ղեկավար եւ իմիջիայլոց մի քիչ օգտվեմ հնարավորությունից, քանի որ դուք ներմուծեցիք բանկային համակարգի այս կայունության այսպես եզրույթը, ասեմ, որ ձեր խոնարհ ծառան ես նախորդ գումարումների ժամանակ երկու անգամ օրենք եմ անցկացրել ֆիզիկական անձանց բանկային ավանդների այս փոխհատուցման շեմը բարձրացնելու մասին։ Գիտեք, նախկինում փոքր էր, հիմա 17 միլիոն դրամ, $10,000 համարժեք, այսինքն եթե մենք 18-19 բանկ ունենք, բավականին լուրջ գումար ամեն բանկում, եթե ուրեմն որոշակի ավանդ են դնում, դրանք նախկինում 1-2 տարվա 21 օրվա ընթացքում կարող են փոխհատուցումը ստանալ համապատասխան հիմնադրամով, բայց ուղղակի ես օգտվեցի ձեզ եւ քաղաքական մոդելով, եթե մենք ուժեղացնենք քաղաքական ուժերը, արդեն քաղաքական ուժերը ընտրություն չեն ունենա։ Նրանք չեն կարողանալու առանձին գործել։ Նրանք պետք է միավորվեն։ Եվ միավորման արդյունքում կլինի ընտրություն եւ քաղաքացի ծրագրերն էլ կուսումնասիրել նրանց համար էական չի ինչ է ներկայացում այս անձը ասում են նա լավ է արել մի րոպե այստեղ կոնցեպտուալ մի բան կա հայտնի բան կա անեկդոտ կա ասում է ջայլվաղտ 120 կիլո շտանգա է բարձրացում եղբայր բայց տարիքը անցել է ժամանակները փոխվել են հիմա ներողություն երկու կոնցեպտուալ երկու սյուն կա մեկը դες հետարքիր բան ասացիք որ ծրագրերը շատ կարևոր են ծրագիր այլոք էլ ասում են որ գիտեք ինչ դες բոլորի ծրագրերը համարյա նույնն է բայց ես համաձայն չեմ դրա հետ ուղղակի այդ ծրագիրը պետքա ոնց որ ես ասեցի բանալի բառերով ոնց որ ասեցի նախքին ներկան էլ չի գո բանալի նոր բառերով պետքա հարամցնել սա մեկ բայց այսօր իշխանությունում նույն այդ նախքիններն են հիմնականում կառավարում նույն անձինք փոխել են կուսակցությունը այսօր հանգիստ կառավարում են շատերը հիմա տեսնենք հետեւյալը ասեցինք ծրագրեր եւ երկրորդ բայց ես նաեւ մի ուրիշ խոսույթ կա որ ժողովուրդը մի մասն էլ ասում է այ անձը ում գնանք ձայն տանք ասում են անձը պետք է լինի համաձայն եք չէ այդ խոսույթը միանշանակ քաղաքական ծրագիր եւ անձ պարոն Մերքումյան կա ծրագիր եւ ծրագիր իրականացնող շատ լավ կա ուրեմն վարժություններ, հա, ինչ պետք է անել, բայց շատ քչերն են դա կարում լուծում ստանալ։ Եվ այդ անտիկրիզիսային մենեջմենտը, հա, որը հայտնի տնտեսական ուրեմն տերմինոլոգիա է, այսօր մենք իսկապես բարդ իրավիճակում ենք գտնվում եւ անհրաժեշտ են մարդիկ, որոշում կայացնող մարդիկ։
մարդիկ, որ ոչ թե սպասեն, թե վարչապետը իրենց փոխարեն ինչ պետք է որոշի, այլ իրենք իրենց դիրքում, իրենց տեղը որոշումներ կայացնեն։ Այսինքն գործադիրի մասին եք ասում։ Այո, դա շատ բարի, պարոն Թարվերդյան։ Իմիջայլով Մեր ժամանակը մոտենում է իր ավարտին, ասեք, Ես ամփոփեք։ ողջունում եմ ձեր մոդելը, ուրեմն քաղաքական մոնոպոլիայի վերացման եւ քանի որ նախատեսվում է համանadrություն, պետք է անցնել միգուցե կիղսա նախագահական մոդելի եւ ազգային ժողովում, կիսապարլամենտական վերացնել ուրեմն քաղաքական մոնոպոլիայի հնարավորությունը, այսինքն այն հրատապ հարցերը, որը պետության համար անհրաժեշտ է թողնել նախագահի լիազորության ներքո, իսկ հիմնական օրենսդրությունը մանավանդ տնտեսական, անվտանգային լինի համապետական լուծումների արդյունքում։ Գիտեք, դա սկզբունքային զարգացում է լինել։ Շատ բարի, սիրելի հայրենակիցներ, պարոն Թարվերդյանը իր տեսակետը արտահայտեց կառավարման մոդելի վերաբերյալ եւ ամփոփելով մեր այսօրվա հաղորդումը, որը արդեն նշեցի մեր տարեկան 25 թվականի ամփոփիչ հաղորդումն է, պարոն Թարվերդյան, եկեք այսպես առաջ անցնելով շնորհավորենք մեր բոլոր հայրենակիցներին 2026 թվականի ընթառաջ նրանց ամանորը, ցանկանանք, որ մեր երկիրը միայն խաղաղ երկինք ունենա, ուրեմն անհասկանալի հիվանդագին մտածողություն կարող ունենա որևէ մեկը, որը մտածի, որ ուրեմն խաղաղությանը այլընտրանք կա, այլ բան է, որ տվյալ խաղաղությունը պետքա զուգակցված եւ ապահովված լինի անվտանգային համապատասխան համակարգով եւ ամենանվազագույն ռիսկերով։ Ի վերջո կապրենք կտեսնենք, բայց քանի որ 26 թվականը ամենակարևորագույն քաղաքական միջոցառումն է լինելու, սպասենք, տեսնենք, թե ինչ նոր գաղափարներ, ինչ նորություններ, ինչ պետքա լինի, ինչ նոր գործիչներ պետքա հայտ ներկայացնեն, որով պայմանավորված է լինելու մեր երկրի ապագան առաջիկա 5 տարիների ընթացքում։ Կարծում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, պարոն Թարվերդյան։ Մենք արժանի ենք, մեր ժողովուրդը արժանի է, շատ է տանջվել եւ արժանի է այս փուլում ավելի լավ կյանք ունենալ։ Հավատացած ենք, որ անպայման ամեն ինչ լավ է լինելու։ Շնորհակալություն, մինչ հաջորդ տարի մեր առաջի թողարկումը։